Երևանում կան մոտ 3 տասնյակ բիզնես կենտրոններ։ Յուրաքանչյուրն ունի իր առաջարկներն ու չափանիշները։ Նրանց շարքում կա բոլորից տարբերվող մի հաստատություն, որն առանձնանում է իր պայմաններով, ծառայություններով ու գտնվելու վայրով։ IT Park բիզնես կենտրոնը։ Եվ այսպես, ինչ է IT Park-ը։ Ակտիվորեն զարգացող ժամանակակից բիզնես կենտրոն, որի հարկի տակ այսօր արդեն հյուրընկալվել են գործարար աշխարհի տարբեր ոլորտների տասնյակ ընկերություններ, մասնագիտացած հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ IT Park-ն իր տեսակի մեջ տեխնոպարկ է, որտեղ կողք կողքի զարգանում են գիտությունը, արտադրությունը եւ ձեռներեցությունը, փոխլրացնում միմյանց։ Սրանք տարբեր երկրներում գործող տեխնոպարկերն են։ Տեխնոպարկը բիզնեսի տեղակայման եղանակ է, որն ապահովում է արագ զարգացում, բարձրակարգ ծառայություններ, բիզնեսի կազմակերպման ու զարգացման տեխնիկական հնարավորություններ, համապատասխան աշխատանքային միջավայր։ Ինչ վերաբերում է Երևանի IT Park-ին, ապա այստեղ ներդրվել է դրսի փորձը, հիմնականում Հնդկաստանի, որտեղ IT ուղղվածության տեխնոպարկերն ունեն մի քանի հազարից ավելի աշխատատեղեր և համարվում են ամենաբարձր մակարդակի բիզնես կենտրոններ։ IT Park բիզնես կենտրոնի հիմնադիր Գագիկ Կարապետյանը Երևանի IT Park-ին տալիս է հետևյալ բանաձևը. ժամանակակից բիզնես կենտրոն, գումարած տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնահերթությամբ տեխնոպարկ, գումարած հատուկ միջավայր։ Պետք է մի միջավայր, որտեղ հեշտությամբ աշխատեն կազմակերպությունները, լրացուցիչ խնդիրներ չունենան։ Ունենա տեխնոպարկը ունենա իր ատրիբուտները, դա կապի միջոցն է, դա անխափան սնուցումն է, դա սերվիսն է, եթե իրենց մի խնդիր կա, անմիջապես պետք է լուծվի, դա նրանց մարքեթինգն է և ասենք PR-ը, որը նորից մենք փորձում ենք վերցնել մեզ վրա։ Աշխատանքային նպաստավոր միջավայրը, ըստ Գագիկ Կարապետյանի, ենթադրում է նաև մասնագիտական խորհրդատվություն, պատվերների փոխանցում, տարաբնույթ աճուրդների ու մրցույթների համատեղ մասնակցություն, ընդհանուր կարգով ոլորտային խնդիրների լուծում, գործարար համագործակցություն և փոխադարձ զեղչեր։ IT Park-ում տեղակայված ընկերությունների շրջանակը բավականին լայն է։ Այստեղ կան ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչներ, այնպես էլ բեռնափոխադրող, դեղագործական ընկերություններ, ձայնագրման և հեռուստաստուդիաներ, տպարան ու կահույքի արտադրամաս, մի խոսքով որևէ ընկերության համար իր գործունեությունը մեկ տեղում հաջող կազմակերպելու և ապրանքանշանի առաջխաղացման համար անհրաժեշտ ամեն ինչ։ IT Park-ը բաղկացած է 3 մասնաշենքերից, մոտ 15,000 քառակուսի մետր մակերեսով։ Շրջապատված ավելի քան 1300 քառակուսի մետր հարակից տարածքներով, կանաչ խնամված այգիով, ավտոկայանատեղիներով։ Վարձակալել IT Park-ում գրասենյակ նշանակում է միաժամանակ ունենալ կենտրոնական ջեռուցում, օդափոխության համակարգ, բանակցությունների և շնորհանդեսների սրահների օգտագործման հնարավորություն, գրասենյակային տեխնիկայից օգտվելու իրավունք, շուրջօրյա անվտանգության համակարգ, հսկվող ավտոկայանատեղի։ Այս ամենը վարձակալող ընկերություններին տրամադրվում է անվճար։ Ավելին, բիզնես կենտրոնում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ օպտիկամանրաթելային ինտերնետ կապ, կազմտեխնիկայի տրամադրում ու սպասարկում, համակարգչային դասընթացներ, մարքեթինգ և PR խորհրդատվություն, կադրային կառավարում։ Շենքում կա նաև կազմտեխնիկայի խանութ-սրահ, սրճարան, հանգստի ակումբ։ IT Park-ում առաջարկվում են գրասենյակներ ինչպես լիովին վերանորոգված, այնպես էլ առանց ներքին հարդարման։ Իդեպ շինարարական հարդարման աշխատանքները կարող են իրականացվել հենց բիզնես կենտրոնի բարձրակարգ մասնագետների կողմից, իսկ կահույքը կարելի է պատվիրել նաև շենքում գործող կահույքի արտադրամասում։ Այս բոլոր առաջարկների համար բիզնես կենտրոնում կա մշակված ճկուն գնային քաղաքականություն։ IT Park-ի կայացման ու զարգացման ճանապարհը հեշտ չի եղել։ Այն ամենին, ինչ տեսնում ենք այստեղ, բիզնես կենտրոնի սեփականատերերը հասել են տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ։ Նախկին հաշվողական տեխնիկա ինստիտուտը, որը խորհրդային տիպային ինստիտուտ էր և հայտնի էր ալգորիթմ անվամբ, վերափոխելով և դարձնելով ժամանակակից բիզնես կենտրոն։ Գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները, որոնց մի մասն այսօր աշխատում է բիզնես կենտրոնում, ենթադրել անգամ չէին կարող, թե սեփականաշնորհումից մի քանի տարի հետո ինչպես այս հաստատությունը իրենց աչքի առաջ ձեռք կբերի ժամանակակից դիմագիծ։ Շենքում կատարված ներդրումների շնորհիվ մասնաշենք առ մասնաշենք, հարկ առ հարկ, շենքի խորհրդային գորշ ինտերիերով սենյակները վերածվում են ժամանակակից ենթակառուցվածքներով գրասենյակային տարածքների։
Փոխվել են ինչպես շենքի պայմանները, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տեխնիկական ու մասնագիտական հնարավորությունները։ Պատկերացրեք, այս ամբողջ տարածքում տեղաբաշխված էր ընդամենը մեկ հաշվիչ մեքենա, որը սպասարկել է 15-ից 20 հոգի անձնակազմ, իսկ այսօր այս տարածքում IT պարկի կենտրոնի CIT ընկերությունը տեղաբաշխել է մեկ հոսքագիծ, որը ընդ որում ամբողջ տարածաշրջանում միակն է եւ որի արտադրողականությունը կազմում է օրական 60 համակարգիչ։ Նախկին ալգորիթմից հիշողություններից բացի մնացել են նաև լուսանկարներ։ Այս ալբոմը պատմում է այն մասին, թե ինչպես 1980 թվականին սկսվեց ալգորիթմի իր տեսակի մեջ յուրահատուկ շենքի կառուցումը։ Շենքի ճարտարապետական կոնստրուկտորական խումբը համալրված էր հայտնի մասնագետներով, գլխավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի գլխավորությամբ։ Քանի որ ալգորիթմը առաջավոր գիտական կենտրոնով էր, հաշվողական տեխնիկայի կենտրոն պետք է դառնալ, ուրեմն ստեղծագործական խմբի առաջ խնդիր էր դրված կառուցել գերժամանակակից ոչ ստանդարտ լուծումներով հետաքրքիր ֆունկցիոնալ առումով ճկուն մի շենք, որը հարակից շենքերի ֆոնի վրա կառանցնանար, եւ այնպես պետք է լիներ, որ չափերով, որ բոլոր կողմերից տեսանելի լիներ։ Այդպես էլ եղավ։ IT պարկը տեղակայված լինելով Երևանի Աջափնյակ համայնքում, բարձունքի վրա, իր դիրքի եւ ճարտարապետական տեսքի շնորհիվ հանդիսանում է քաղաքի այս հատվածի աչքի ընկնող կառույցներից մեկը։ Բիզնես կենտրոնի ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գեղեցիկ, հանգիստ ու հաճելի միջավայրի գաղափարը մնա գերիշխող, քանի որ այստեղ համոզված են, եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կյանքի զարգացմանը համընթաց մայրաքաղաքի գործարար հատվածը գերծանրաբեռնված կենտրոնից աստիճանաբար տեղափոխվելու է համայնքներ, փնտրելով աղմուկից հեռու, կանաչապատ, էկոլոգիապես մաքուր, զարգացող ու հեռանկարային միջավայր, իսկ դա հենց IT Park բիզնես կենտրոնն է։